Իմ հարցն էլ էր զինապահին վերաբերվում եւ շրջանակը ավելի հստակ ձևակերպենք, որ վիրավորներին վերականգնումն է վերաբերելու եւ արդյոք միայն վիրավորում ստացած զինծառայողներն է կարողանալու զինապահը աջակցություն հայտնել, թե կարող է ավելի ընդլայնվել շրջանակը։ Եվ երկրորդ հարցը, որ օրենքի փոփոխություններին չի առնչվում, ես հիշում եմ, որ մենք նույն ժամանակին նպաստների համակարգը նոր համակարգը ներդրելու ծրագիր ունեցանք, երկու մարզերում պիլոտային ծրագիր իրականացվեց եւ պիտի կարծեմ փետրվարի 1-ից արդեն տարածվել ամբողջ հանրապետությունով այստեղ ինչ վիճակ է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, տեսեք, Եկեք բարձր։ շնորհակալություն, առաջի մասով ասեմ, որ մենք օրենքով տալիս ենք հնարավորություն, որպեսզի դա տեղի ունենա եւ գործընկերների հետ բանակցությունների արդյունքում ենք հանգում եւ նաեւ իրենց կանոնադրական գործառույթների իրականացնելու արդյունքում ենք հանգում, թե ինչ շրջանակի են իրանք պատրաստ դա անել հիմա։ Այս փուլում բանակցությունները այն շրջանակի մասն էր, որ ես խոսեցի, բայց զինապահ հիմնադրամը գիտեք, որ ունի նաեւ խորհրդով հնարավորություն ավելացնելու շահառուներ, չվերազանցելով իր կանոնադրական գործառույթները եւ հնարավոր են նաեւ ապագայում ավելի ընդլայնում, բայց այս պահին խոսքը 44-օրյա պատերազմի շահառուների մասին է։ Երկրորդ մասով դուք իրավացի եք, մենք ունենք անապահովության գնահատման նոր համակարգ, որի շրջանակներում նաեւ եւ գնահատումն է այլ կերպ իրականացում եւ նաեւ միջոցների այսքան աջակցությունն է այլ կերպ իրականացվում եւ այն այս պահին գործում է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, բայց մենք ժամկետը պիլոտի գործողության երկարացրեցինք դեկտեմբերին, հիմա կասեմ ինչու եւ այն ամբողջ երկրի վրա տարածվելու է հուլիսի 1-ից եւ ոչ թե փետրվարի 1-ից, որտեւ պիլոտի նախ 1 տարին լրանում է մարտի վերջ եւ մենք այնուամենայնիվ ցանկացանք ամբողջ ցիկլը փակել երկու մարզերի, որպեսզի բոլոր խնդիրները վերհանենք։ Երկրորդը մենք արդեն իսկ ունենք վերհանած խնդիրներ, հատկապես մի քանի ուղղությամբ դրանք կանգ գործոններն են, ստոպ ֆակտորները, այսպես ասած, որոնք ավտոմատ կտրում են գործընթացը, այսինքն երբ որ կան այդ ստոպ ֆակտորների առկայություն, գնահատումը նույնիսկ չէր շարունակվում ընտանիքի, դրանք օրինակ գույքահարկի սահմանաչափերն են, նախկին վարկավորումներն են, այլ տեսակի գույքերն են, ինչպես նաև ունենք որոշակի հարցեր չափանիշների հետ կապված, օրինակ մինիմալ եկամուտը ինչքան գնահատենք, ամեն գործոնի կշիռը ինչքան գնահատենք եւ հենց այս պահին արդեն իսկ այդ մեր վերհանածով որոշակի վարժություններ ենք անում, որպեսզի հնարավորինս թիրախային լինի եւ վերջնական աջակցությունը եւ նաեւ իրական նպատակին ծառայող լինի, որ մարդկանց մենք մշտապես չպահենք աղքատության մեջ, այլ փորձենք նրանց հանել։ Մեր գնահատականներով մենք մոտակա 2-3 ամիսներին կվերջնականացնենք, այնտեղ մի երկու հարց էլ անհրաժեշտություն է առաջանալու էլեկտրոնային լուծումներ տալու այլ համակարգերի հետ, հատկապես կադաստրի, որտեղ հիմա գործող կարգով այսպես է, երկու գույքահարկի շեմ կա, մեկ Երևանի համար եւ մեկ մարզերի, ինչը կարծում ենք, որ այդքան էլ ճիշտ չի այն իմաստով, որ օրինակ Երևանին հարակից համայնքում գույքահարկը ուրիշ գին ունի եւ Երևանի շատ հեռու համայնքում բոլորովին ուրիշ գին ունի եւ մի շեմով գնահատել այդ երկու համայնքների անձանց պոտենցիալ եկամուտները ճիշտ չի լինի, հիմա ուզում ենք հասկանալ ավելի արդար համակարգ դնելու մեխանիզմը, այդ լուծումներից հետո կամբողջականացնենք ու կգնանք առաջ, կներեք, որ չարաշահում եմ, մի երկու թիվ էլ ասեմ, համակարգը ինքնին ակնհայտորեն ավելի լավն է, քան նախկինը, մենք ունենք միջին նպաստի չափ, որը մոտ 80,000 դրամ է, որը վճարվում է ընտանիքներին եւ առավելագույն չափ ունենք, որը մոտ 200,000 դրամ է, թեև ինքնին նորից եմ կրկնում, նպատակը վերջնական պետք է լինի այդ քաղաքացիներին համակարգերից հանելը եւ ոչ թե այնտեղ պահելը։ Շնորհակալություն։ Արձագանք եմ ուղղակի առաջինը սահմանափակվել միայն 44-օրյա պատերազմի վիրավորներով, կարծում եմ ճիշտ չի, եւ դրանից առաջ եւ դրանից հետո մենք ունեցել ենք դարձյալ նման բաներ։ Եվ երկրորդ, ես կարծում եմ, որ բանակցությունները, որ ասում եք զինապահի հետ ընթանում է, կարող է նաեւ ընդլայնվել շրջանակը, այստեղ ես կարծում եմ եւս խնդիր կա, զինապահը ունի իր հստակ առաքելությունը եւ զինապահի կանոնադրությունը
ի վերջո ազգային ժողովը չի հաստատում եւ կարող է այնպես լինել, որ շատ գործառույթներ կամ որոշ գործառույթներ, որոնք ուղղակի պետության գործառույթներն են, հստակ զինապահի տարածություն չունեն, տեղափոխվեն զինապահի միջոցների հաշվին, որը կարծում եմ արդար չէ։ Գալով նպաստների համակարգին երկարաձգել ժամկետը լավ է կարել, բայց որքան ես տեղյակ եմ, նաև այդ տեղեկատվական համակարգերի հետ պրոբլեմ կա եւ նոր կենտրոնում խնդիրներ կան, փորձեք այդ հարցերը լուծել, որ մարդկանց պրոբլեմներ չխորանան։ Շնորհակալ եմ։ Կարճ արձագանք եմ զինապահի հետ կապված, տեսեք, մենք որևէ երաշխիք, որ այսօր տրամադրված է, որևէ մեկի համար չենք հանում, հակառակը մենք անդադար ընդլայնում ենք այդ երաշխիքները աջակցող միջոցների հետ կապված եւ մեր տղաները, որոնք հիմա արդեն 5 տարի հետո ըստեյության կարիք ունեն փոփոխությունների, իրենց փոփոխությունները պրոթեզների ժամանակին ստանալու են, ապագա ընդլայնումներն էլ եւ պետական բյուջեի միջոցների հաշվին եւ զինապահի միջոցների հաշվին կկայանան։ Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների մասով, ես ասացի, որ մենք պետք է նաև այդ նոր փոփոխությունների մասով հասկանանք ինչքանով է հնարավոր դա անել։ Այստեղ մի նյուանս կա, այս պահին գործող համակարգը ի սկզբանե նախագծվել է ակնթարթային պատասխան տալու համար, որ արագ որոշումը կայացվի, բայց փորձը ցույց է տալի, որ տվյալներ կան որոշակի, որ հնարավոր չի պարզապես ակնթարթային ստանալ եւ հնարավոր է օրերի տարբերություն, բայց քաղաքացիների դժգոհությունները հիմնականում նրանում են, օրինակ կարող եմ վերել, հա, որ այսօրվա ստոպ ֆակտորների մեջ կա գրված, որ եթե քաղաքացին որևէ կազմակերպության հիմնադիր է, հա, նույնիսկ եթե դա շահույթ չհետապնդող կազմակերպություն է, նույնիսկ եթե դա կասեցված, օրինակ 10 տարի առաջ կասեցված սահմանափակ պատասխանատվության ընկերություն է, ինքը ավտոմատ մեր համակարգերը ստուգում է եւ ավտոմատ փակում է։ Մենք հիմա այդ մասով էլ ենք լուծումներ տալիս, որ դա վերաբերի միայն շահույթ հետապնդողներին, դա վերաբերի միայն գործողներին, որտեվ եթե մարդը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, շատ կարևոր չի ինքը 10 տարի առաջ օրինակ ինչով է զբաղված եղել, նույնը վերաբերում է իդեպ վարկերին, էլի առաջարկը այն է, որ վարկերի դեպքում էլ գործի ինչ որ վաղեմության ժամկետ, որտեվ եթե նույնիսկ մարդը էլի 10 տարի առաջ որևէ վարկ է վերցրած եղել, բայց ինքը հանգամանքների բերումով այսօր հայտնվել է շատ ծանր վիճակում, բացարձակ կապ չունի 10 տարի առաջ ինքը 10 միլիոն դրամի վարկ վերցրած եղել է, թե չէ, հակառակը դա կարծես թե ավելի բարդացնում է իրավիճակը, քան թե թեթևացնում։ Շնորհակալություն։